Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի ճգնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Արև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ, ողջույն Ազատ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Երեկո ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հունիսի 4-ին մեր վերջին քննարկման ժամանակ ես խնդրեցի ձեզ անել, չգիտեմ, կանխատեսում ասեմ կամ եղած տվյալների հիման վրա հավանական արդյունքների արձանագրում ձեր խոսքում ասացիք, որ քաղաքացիական պայմանագիրը ըստ էության տարբեր գործոններ համադրելով, այդ թվում նաև ընտրական օրենսգիրքը, որով ապահովում են բոնուսները, ԿՊ-ն ընտրության վերջին արդյունքում այո կունենա 54%, այս բանին 54 կամ փոքր գոնե ավել ապահովված են։ Եթե կանխատեսումը ճիշտ է իրականացել, ապա խնդրեմ ասեք, ինչ պիտի տեղի ունենա հաջորդիվ կամ ինչ պիտի անեն ընդդիմադիր ուժերը, հասարակությունը, ովքեր համաձայն չեն ստեղծված իրավիճակի հետ, խնդրեմ։ Նախ պետք է քննարկենք, թե ինչու այդպես եղավ, թե որտեղից այդ թվերն եկավ, հետո ըստ այդմ կհասկանանք, թե ինչ պետք է արվի եւ ինչ նոր աշխարհակաղակական իրողություններ է սպասվում, ըստ այդմ կհասկանանք հասարակությունը հնարավոր է որևէ բան պետք է չանի, այդ չանելով ավելի շատ օգուտ կտա, քան անելով։ Ուրեմն ցանկացած բան, որպեսզի չնմանվենք հին հույներին, որոնք կարծում են, որ արեգակն է պտտվում իրենց շուրջ, ոչ թե հակառակը, երկիր մոլորակը արեգակի շուրջ, պետք է նայենք աշխարհում ինչ է տեղի ունենում։ Աշխարհի տրամադրվածությունից, այսինքն հավաքական արևմուտքի տրամադրվածությունից մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է հաղթանակն ապահովելու համար, բայց ինչ տեղի ունեցավ։ Փաշինյանը խոսում էր սահմանադրական մեծամասնություն։ Այո, ինչ տեղի ունեցավ, բայց ինչ տեղի ունեցավ, ինչ հաղթանակ էր պահանջում, արևմուտքը ինչ հաղթանակ էր ուզում, բայց արդյունքում ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն արևմուտքը Եվրոպան եւ Ամերիկան, գիշեք, ընտրություններից օր առաջ թվեր տվեցին 67-65, չէ, Եվրոպան եւ Ամերիկան։ 65-67-ը ինչի մասին էր, սահմանադրական մեծամասնության մասին էր խոսքը։ Իսկ այդ սահմանադրական մեծամասնությունը, թե ինչու պետք է սահմանադրական մեծամասնություն կազմի, սա աշխարհակաղակական արմատ ունի, պատճառն այլ տեղ է։ Ուրեմն տեսեք, արդեն 2 օր առաջ թվով 40-րդ անգամ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հաշտության համաձայնագիր կնքվեց։ Այս անգամ նույնիսկ Իրանի կողմից էր ընդունելի, շատ առանցքային պաշտոններ գովեցին իբր հոգուտ իրենց համաձայնագիրը, բայց այս համաձայնագիրը խոսում է այն մասին, որ երկու ստեկ կա միմյանց նկատմամբ խիստ անվստահություն, բայց միևնույն ժամանակ երկուսն էլ կարիք ունեն, այո, ժամանակի վերականգնման եւ վերադասավորման համար։ Ուրեմն դա ինչ կապ ուներ վերընտրությունների հետ։ Գալիս ենք դրան, էլի։ Հիմա հավաքական արևմուտքում էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամի էր բերում։ Իրան, ԱՄՆ եւ Իրան հավաքական արևմուտք հարաբերությունները։ Իրենց այս ժամանակը պետք էր, բայց նաեւ վերակազմակերպման եւ վերադասավորման համար։ Կարող ենք ասել, եւ ամեն ինչ դրան է տանում, որ որպես այդպիսին Իրան ԱՄՆ այդ փուլային պայքարի երկրորդ փուլը, որտեղ բազմիցս ասել ենք եւ թիրախային գործողություններ եւ ներքաղաքական խառնաշփոթներ հրահարել է եւ գունավոր հեղափոխություն կազմակերպելու այդ երկրորդ փուլը, որպես այդպիսին մոտենում է ավարտին։ Գնում ենք երրորդ աղետաբեր լայնամասշտաբ պատերազմի փուլ, որից անմասն չենք կարող մնալ մենք։ Հիմա գոյություն ունի Ադրբեջան Հանրապետություն, որն այսքան ժամանակ հավաքական արևմուտքի կողմից գիրացվել է ոչ թե Հայաստանը խժռելու համար, այլ Ռուսաստանի,
եւ Իրանի դեմ խնդիրներ ստեղծելու համար։ Այսինքն աշխարհաքաղաքական առումով ինքը միաբևեռ գործիք է եղել բազմաբևեռ Հայաստանն ու աշխարհի Արցախը եւս գիրացման ծրագրի շրջանակում են տրվում։ այո, չի տրվել Ադրբեջանի հզորացման համար։ Սա միաբևեռ աշխարհի կարգը պահպանելու եւ բազմաբևեռ աշխարհի շինարարությունը տապալելու ծրագիր է։ Հիմա Ալիևը հասկանում է իր դեմքով Իրանի կամ Ռուսաստանի վրա գնալը իր համար կործանարար լինելու։ Հայաստան եւ այդ կործանարար պատերազմից խուսափելու համար այդ մեծ պատերազմում ինքը պետք է իր համար փոքր խնդիր ստեղծի, որպեսզի խուսափի մեծ խնդրից։ Այդ փոքր խնդիրը Հայաստանն է լինելու։ Գիշեք մենք հաղորդումներից մեկի ժամանակ մինչև Նիկոլ Փաշինյանի սեպտեմբեր ամսվա մասին խոսելը մենք էլ ենք խոսում, չէ՞, աշտանի եթե արագ հիմա ժամանակ չունի արևմուտքը վերակազմակերպվելու, երկրորդ փուլի տրամաբանությամբ է գործելու։ Երրորդ փուլը հավանական կլինի հոկտեմբերին, հավանական փուլը։ Հստակ ոչ կարող է ամեն ժամանակ ամեն ինչ փոխվել, կարող է բնակլիմայական եւ որևէ աղետ լինի բոլոր սցենարները խառնի, բայց հավանական սցենարը եւ եղանակային պայմանները տանում են նրան, որ հնարավոր է աշտանը լինի լայնածավալ պատերազմը, որը նաև ունի քաղաքական հենք։ Եվ Իսրայելում են ընտրություններ, եւ ԱՄՆ-ում կոնգրեսի ընտրություններն են միջանկյալ։ Հիմա այդ Նիկոլ Փաշինյանի ասած սեպտեմբերից առաջ մենք էլի աշտան մասին խոսել ենք հավանական պատերազմի, բայց այդ հավանական պատերազմը լայնածավալ է լինելու։ Հիմա այդ լայնածավալ պատերազմից Ալիևը փորձելու է մեզնով խուսափի։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը այդ սահմանադրական մեծամասնությունը ուզում է վերցնել, որ փափուկ ձևով Ալիևի բոլոր պահանջները կատարի, եւ Ալիևը լեգիտիմ հիմք չունենա Հայաստանի վրա գալու, բայց ժամանակային առումով դա սուղ է։ Այս ընտրություններից հետո Հայաստանին մնացել է Հայաստանն ունի 3 ճանապարհ։ Կամ Հայաստանում լինում է արտահերթ ընտրություն, որը վերարտադրելու է սահմանադրական մեծամասնությամբ Նիկոլ Փաշինյանին, որը ժամանակային առումով սուղ է, հնարավոր է չհասցնի։ Կամ Հայաստանում տեղի է ունենալու տեղափոխություն, ինչի ուղղությամբ հենց այս պահին արդեն Սորոսյանք աշխատում են Նիկոլ Փաշինյանի դեմ։ Արևմուտքի կողմից այս Նիկոլ Փաշինյանի ցայտնոտային վիճակը այս ամենի ցուցիչն է։ Ինքը հասկանում է իր դեմ ինչ սցենար կարող է իրականացնել հավաքական արևմուտքը։ Ինքը շատ անելանելի վիճակում է հիմա գտնվում։ Այն Թումանյանի նկարագրած Շահ Աբբասի բռնագաղթը ինչպես էր նկարագրում առաջը ջուր, հետևը սուր։ Հիմա այդ նույն իրավիճակում է հայտնվել։ Այս ցայտնոտային վիճակը, էքսցենտրիկ վիճակը, այս ռետորաբանությունը դրանով է պայմանավորված։ Եվ երրորդ ճանապարհը՝ իշխանափոխություն։ Ցավոք, Տես, նայ, մենք մի քիչ դերերը խառնեցինք, կարծեք, ես արի փորձեմ ճշգրտում անել, որովհետև Հայաստանում սահմանադրական մեծամասնություն պետք էր արևմուտքին։ իհարկե, Պետք հիմա էլ է պետք արևմուտքին, իհարկե։ որպեսզի Չթողի Ալիևը չկարողանա կարողանա խուսափել իր պարտավորություններից։ լեգիտիմ հենք չունենա որևէ բան անելու։ Բայց Նիկոլ Փաշինյան արտակուստ առաջին հայացքից պետք է սահմանադրական մեծամասնություն, բայց երբ որ իր անձնական անվտանգության տեսանկյունից է նայում իրավիճակին, իրեն պետք չի սահմանադրական մեծամասնություն։ Եվ ես կարծում եմ հենց այս տեսանկյունից կարելի է բացատրել այն, որ անգամ ոչ միայն սահմանադրական մեծամասնություն 50+% չհավաքեց այն դեպքում, երբ որ տոտալ համակարգը օգտագործել էր, անգամ կեղծիքներով ԲՀԿ-ից խլեց, ասենք, 4 մանդատը, որ ինքը 3/5 ունենա, բայց ընտրություններում ընդամենը 0.3% չկարողացավ նկարել, որ 50+ ունենա։ Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանը լավ հասկանալով, թե իրեն անձնապես ինչ է սպասվում սահմանադրական մեծամասնության դեպքում, երբ որ Ալիևի պահանջները կատարի, ինքը փորձում է խուսափել այդ սահմանադրական Մի մեծամասնությունից։ քիչ չեմ համաձայնի, գիտեք։ Ինչ որ Ուրեմն ցանկացած իշխանություն հասարակության այս նոր բանն է, երբ խաղերի տեսությունը ներմուծում են քաղաքականություն, այդպես թվեր
թվերով է, էլի սա դրսևորվում ինչպես։ Այսինքն ցանկացած իշխանություն գոնե 30% լեգիտիմ գոնե 30-25-ից 30% լեգիտիմության հիմք պետք է ունենա, որ դու կարողանաս իշխանություն պահել։ Հենց Շեմկա իջնում ես, այդ իշխանություն պահելը գրեթե անհնար է։ Հիմա Նիկոլ Փաշինյանին մնացել է մեկ լեգիտիմության հիմք իշխանություն պահելու համար։ Դա խաղաղությունն է։ Չկա խաղաղություն, Նիկոլը չունի։ Հա, ինքը ուզում է նաև խաղաղություն պահի, բայց միևնույն ժամանակ տեսեք, խաղաղություն կարող է պահել միայն սահմանադրական մեծամասնություն վերցնելով։ Այսինքն առանց որևէ բանի, առանց գործողության Ադրբեջանի բոլոր պահանջները սահմանադրական մեծամասնությամբ դու հիմա լավ ոնց ես մտածում, այս մարդը ուղղակի ալարել է 0.3% կեղծել։ Սա սահմանադրական մեծամասնություն չէ, ընդհանրապես հանրային մեծամասնություն չէ։ Մեծամասնության խոսքը մեծամասնության մասին չի։ Սա արկախել է արդյունքները ինքը 0.3%-ով, արդյունքներն է արկախել։ Չի ավելացրել 0.3%-ը։ Տեսեք ինչ եղավ, ընտրություններից հիմա ընտրություններից 2 օր առաջ ինչ տեղի ունեցավ։ Հայտարարություն տարածվեց, ու այդ բանավեճի ժամանակ դիմեց իր Հանրապետություն կուսակցությանը, էսկորտ կուսակցությանը, որպեսզի դիմեն կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը կասեցնելու է ուժեղ Հայաստանի մասնակցություն ընտրություններին։ Բայց ինչ տեղի ունեցավ։ Կասեցնելու դեպքում ինչ էր լինելու։ Կասեցնելու դեպքում ուժեղ Հայաստան կուսակցությունը հայտարարություն էր տարածելու, որ ով գնում է ընտրության ընդդիմադիրներից, նշանակում է Նիկոլ Փաշինյանի հետ է։ Ստիպված 3 հիմնական ուժերը, 3-4, հիմնական 3 էին ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք եւ Բարգավաճ Հայաստան։ Այս 3 ուժերը դուրս էին գալու փողոց։ Բայց փողոցը կարա լինի անկանխատեսելի, ըստ այդմ անվերահսկելի։ Այդ սցենարը քննարկվեց եւ այդ սցենարը չիրագործվեց, որովհետեւ իր մեջ ռիսկեր էր պարունակում։ Նախ այդ սցենարի ուժեղ կողմերն այն էր, որ իրանք միանգամից հանում են այդ ուժերին փողոց համապատրաստից։ Նրանք կարող էին տապալվել։ Սա այդ սցենարի ուժեղ կողմն էր, բայց թույլ կողմները այն էլ, որ կարող էր իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ։ Նայեք, խնդիրը որն է, Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր լայն հատվածը Երևանում է։ Դրա համար ամեն այդպես զգայուն քայլ հնարավոր է Երևանի փողոցները հեղեղեն ընդդիմադիրներով։ Եվ սա վերահսկողությունից դուրս գա։ Սա խնդիր է։ Հիմա իր համար պետք է արկախված որևէ թիվ, որ հետագայում հիմա դա է անում։ Այս ընտրությունները ոչ թե ընդդիմադիրներն են, ապա լեգիտիմացնում իրենց վերահաշվարկի առաջարկներով, այլ Նիկոլ Փաշինյանն է լեգիտիմացնում։ Ինչու՞, ապա լեգիտիմացնում։ Ապա լեգիտիմացնում։ Ինչու՞, եթե իր նպատակը սահմանադրական մեծամասնություն ստանալն էր։ Ապա լեգիտիմացնում է, որպեսզի գնա արտահերթ ընտրությունների սահմանադրական մեծամասնություն ստանալու։ Նայում ենք, որ նաև ժամանակ չկա, չէ՞։ Դա հենց դրա համար այս սցենարը ժամանակ հանգիստ կարող է օգտագործել եթե հնարավոր։ Հենց դրա մասին եմ ասում, այս սցենարի համար ժամանակ չկա։ Հավանական սցենարը տեղափոխությունն է։ Այս ցայտնոտային վիճակը, այս Նիկոլ Փաշինյանի անելանելի վիճակն է։ Ես հասկանում եմ, որ կա այնտեղ նաև ադրբեջանական կողմից այլ պահանջ, որը վտանգավոր է։ Որի մասին ինչու, որովհետև եթե խոսքը միայն սահմանադրության փոփոխության մասին է, իշխանությունը կարող է չունենալ սահմանադրական մեծամասնություն, կարող է գնալ, ասենք, այդ 300,000 ստորագրահավաք, չէ, 58,000 ստորագրահավաք հավաքելու ճանապարհով, խորհրդանում մեծամասնությունը քվեարկի դրան կողմ, եւ դա դառնա հանրաքվե։ Իրենց քվեարկությամբ առանց սահմանադրական մեծամասնության ստորագրահավաքով դառնա հանրաքվե, չէ։ Այո։ Այդ գործիքը ինքը ունի, եթե խոսքը միայն սահմանադրության փոփոխության մասին է։ Ուրեմն այդտեղ ուրիշ պահանջներ կան, որ ինքը չի կարողանում առանց բանի անել։ Ընդդիմություն առաջ բերել։ Այդ գործընթացին կարող է այդ գործընթացի համար կարող է փողոց մարդ դուրս գալ։ Այո, ռիսկեր պարունակող բաներ կան, որոնք մենակ ինքն է տեղյակ, հանրությունը տեղյակ չի։ Այսինքն տպավորություն է, որ ինքը ռումբի վրա է նստած եւ դրա մասին մենակ ինքը գիտի։ Տեսեք, ցավոք աշխարհակահաղական իրավիճակից, թե ինչ սպառնալիք է գալիս տարածաշրջան, մեծ առումով հասկանում է միայն Նիկոլ Փաշինյանը,
ոչ այն որտեղ պատճառով որ տեղեկացված է։ ինֆորմացիայի աղբյուրներն իր համար շատ են, ինքն էլ գործում է այն աշխարհակահաղական բևեռի տակ, որ այստեղ օրակարգի Որը թելադրում այստեղ վտանգներ է ստեղծում։ վտանգներ է ստեղծում եւ իր օրակարգն է առաջ տանում։ Լավ, հիմա բարթագույն իրավիճակի առաջ է ընդդիմությունը, խորհրդ ընտրություններին մասնակցած ընդդիմությունը, որովհետև եթե իրենք այս իրավիճակից լուծում չեն գտնում, ապա իրենց համար այլևս ելք չկա։ Քաղաքական ելք չկա իրենց համար։ Մյուս կողմից նաև իշխանությունը խնդիրներ ունի, որովհետև եթե ինքն էլ լուծումներ չի գտնում, արդեն ինքն իր գործողություններով ապա լեգիտիմացրել է ընտրությունները, դրա մասին արդեն խոսում են սորոսականները, դրա մասին խոսում են արդեն մարդիկ, ովքեր հնարավոր բոլոր սրիկայությունները օգտել են իշխանությունները իրագործեն։ Մյուս կողմից ՀԱԿ ԺՄԻԳ-ը իր զեկույցում այդտեղ խնդիրներ էր նկատել, բայց կա 6 ամիս հետո վերջնական զեկույցի ժամանակ այդտեղ կարող են բացահայտել, որ սա ընտրակեղծիքներով ընտրություն է եղել, ապա լեգիտիմ իշխանություն է։ Այո, ոչ լեգիտիմ Այն մյուս կողմից իշխանության համար լրջագույն խնդիր սանկցիաները ռուսական։ Իսկան տնտեսությունը դողում է արդեն, տնտեսությունը զգում ես, որ խնդիրները մոտենում են եւ այս խորհրդանում իր հիստերիան խոսում է իր տեղեկացվածության մասին, առաջը թե ջուրը ինչ հետևել խնդիրներ է սուրը։ գալիս, այո։ Հիմա ինչ պիտի անի քաղաքական դաշտը, որովհետեւ կա կարծիք ձեզանից առաջ նաեւ քննարկում ունեինք այլ բանախոսների հետ եւ այստեղ ես իրենց հետ համաձայն եմ, որ մի կողմից սա դեվալվացրել է ամբողջ քաղաքական դաշտը, մյուս կողմից նաև հնարավորություն շանս է ստեղծվել լուծում գտնելու։ Չեմ ասում լուծումը կա արդեն, բայց շանսը կարծեք թե կա։ Շանսը կա, բայց հնարավոր է գնահատականս շատ կոշտ հնչի, բայց ես հակված եմ նրան, որ 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների կռիվը որպես այդպեսին 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների կռիվը որպես այդպեսին ավարտվել է հոգուտ 4-րդ հանրապետության, Այսինքն հոգուտ արևմտյան Ադրբեջանի, հոգուտ արևմտյան Ադրբեջանի, հոգուտ իրական Հայաստանի եւ հոգուտ 4-րդ հանրապետության, բայց այս հաղթանակը տարվել է ոչ թե հայկական Հայաստանի նկատմամբ, այն Հայաստանի, որը իրականում այլընտրանքն է 3-րդ եւ 4-րդ հանրապետությունների, այս հաղթանակը տարվել է միայն 3-րդ հանրապետության նկատմամբ։ 4-րդ հանրապետության հաղթանակը 3-րդի նկատմամբ է եղել։ Հայկական Հայաստանի եւ հայկական Հայաստանի ջատագովների հաղթանակը ջատագովների նկատմամբ հաղթանակ չի տարել 4-րդ հանրապետությունը կամ արևմտյան Ադրբեջանը կամ իրենց ասած իրական Հայաստանը։ Հիմա գործունեության լայն դաշտ է բացվել նաև։ Կա վակուում։ Տեսեք, 21 թվականի եւ 26 թվականի ընտրությունները մի բան փաստեցին, որ 30%-ը աջակցում է գործող իշխանությանը, մոտ 30%-ը ընդդիմությանը, բայց ֆորմալ ստեղծված վերահսկվող ընդդիմադիր եւ իշխանության եւ ընդդիմության կողմից ստեղծված քաղաքական դաշտից դուրս է մնում 40%։ Այո, մեծամասնությունը։ Սա նման է 2017 թվականի ընտրություններին։ Այն ժամանակ էլ դաշտից դուրս էր մնացել որոշողների ընտրողների երկրի ապագայով անհանգստացողների ստվար հատված դուրս էր մնացել, ապատիկ էր, չեր վստահում ոչ իշխող ուժին, ոչ ընդդիմությանը, եւ այս դրսևորումը եղավ 1 տարի անց ապրիլի 23-ին համատարած իրենց ձայնը համատարած արտահայտեցին։ Ճնշող մեծամասնությունը անհաշտ էր 3-րդ հանրապետության հետ։ Չէ, այդտեղ մասնակից էին նաև մարդիկ, որոնք ասենք մասնակցել էին ընտրություններին 17-ին։ Բայց իրանք նաև դժգոհություն ունեին այն ստեղծված համակարգի, որտեղ ձայնը առնվում էր, այսինքն իրենք կարծեք թե հնարավորություն տեսան ասելու, որ մենք չենք վաճառվում։ Մենք հաշտ չենք Այլ բան, որ համակարգի գործակալի առաջնորդությամբ էին դա ասում։ Դե բնականորեն
այդ process-ը հասունացել էր, դրա համար համակարգի գործակալը այդ process-ի գլխին կանգնեց։ Որպեսի այլ Որպեսզի ծրագրից շեղում չլինի։ այո, բնականորեն չգնա այդ։ Բայց կար 17 թվականին բնականի հնարավորություն։ 17-ին, Այո։ 18-ին ներողություն տա։ բնականի չեմ կարծում, Որտեվ կարծեք թե քաղաքական դաշտը էլի Չէ, այսօրվան ամայացված չէ, էր, բացի ցանցավորված նաև այսինքն ընդդիմադիր որպես այդպեսին անկախ ինչ որ կենտրոն չկար, որը չգիտեմ ֆինանսապես, մեդիայով, քաղաքականապես կապված չէր համակարգի հետ։ Նախ խնդիրը գիտեք որն էր, խորը բովանդակային տարբերություն չկար մեծ առումով։ Նոր խոսք չկար։ Տարբերությունը ցույց տվող չկար, այլընտրանքը ցույց տվող չկար։ Ասում էր, այս նույն գործիքակազմով ենք անելու, պայմանական հավաքական արևմուտքի կողմից մեզ պարտադրված ֆինանսատնտեսական, հոգևոր մշակութային եւ ռազմաքաղաքական այս ստանդարտներից դուրս ստանդարտներ առաջարկող չկար։ Ասում էր, այս ստանդարտները, բայց մենք ավելի լավ կանենք։ Եթե հիշում ես, անգամ այդ օրվա ամենա իբր վառ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անգամ կաշառքի հարցում չտարբերվեց իշխանությանը։ Երևանի հավաքական ընտրությունն ինքը հայտարարեց, այն մեզ կընտրեք, գա քաղաքապետարանից փող կտանք, այսինքն կաշառքի մասով անհամաձայնություն չկար, ասում էր մենք հիմա մեր ջեբը փող չունենք, այ մեզ կընտրեք, քաղաքապետարանի բյուջեից ձեզ կտանք այդ փողը, այսինքն լրիվ նույն մշակութային, քաղաքական, արժեքային դաշտում էր գտնում։ Բովանդակային տարբերությունը Հիմա կա այդ տարբերությունը, կողքնակ։ Հիմա հնարավորություն կա, միակ հնարավորությունը գործելու այդ դաշտում այդ օրակարգով գալն է։ Այսինքն այս ընտրությունները ապացուցել են, որ այս քաղաքական դաշտի, ամբողջ քաղաքական դաշտի սնանկությունը ոչ բովանդակային լինելը։ Բայց այդ բովանդակայինը իրանք կարողանում են նաև ոչ բովանդակայինով ծածկել, չէ՞, իրենց մեդիաներով, խոսացող գլուխներով, չգիտեմ, փողով, բանով հնարավոր էս լավ շանսը կա, բայց օբյեկտիվ բանը գործոնները կան, որ այդ շանսին կօգնեն։ Աշխարհակաղակական պայմանները լրիվ այլ են։ Հնարավորություն կա։ Աշխարհակաղականով պայմանավորված դրա շանսը եւ հնարավորությունը այս պահին կա։ Համաշխարհային տենդենսներով պայմանավորված։ Գանք վերջին հարցին, հասկանալով, որ մենք մի քանի անգամ այդ թեմայով միասին խոսել ենք, նաև ոնց որ առաջարկ ենք արել Նիկոլ Փաշինյանին, որպես երրորդը տեսեք, կարևոր բան չասցինք, այդ երրորդ չորրորդ հանրապետությունների կռվին մի կարևոր բան տեղի ունեցավ։ Չնեղանան երրորդ հանրապետության այդպես կարկառու ներկայացուցիչները նման միտումել չկան նեղացնելու կամ որևէ նսեմացնելու նրանց գործունեությունը, բայց պարզ բան։ Հունիսի 7-ի գիշերը լույս 8-ին Նիկոլ Փաշինյանի երրորդ հանրապետությանը մարտահրավեր նետեց։ իր հայտարարությամբ։ Այո, քվեաթերթիկների 10-15% դեռ չհաշված, ասեց ես հաղթել եմ։ Դա մարտահրավեր նետել էր եւ ձիով քայլ էր։ Մարտահրավերը չընդունվեց, ձիով քայլն աշխատեց։ Եթե ու ԿՀՎ-ն կհիշեք, ուղիղ հեռարձակումը դադարեցվեց։ Տեսեք, էլի նշեցինք, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր հատվածը էպիկենտրոնում է, Երևանում։ Եթե ընտրության արդյունքները Երևանում էր, Երևանը ընդհանրապես հաշված չէր այդ բանը։ Այդ բանն էլ Երևանը հաշված չէր եւ տեսնում էր, Երևանում տեսնում էին, որ մոտ է թվերը, այլևս այդ ժողովրդի ալիքի դեմը առնել չէր լինի։ Ոնց որ 18 թվականի ապրիլի 23-ի օրվա երկրորդ կեսին իշխանությունից զրկված իշխանությունները փորձեին իշխանություն պահել, նույնն էր լինելու։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց եւ ձիով քայլ արեց եւ աշխատեց։ Նիկոլ Փաշինյանը արեց այն ինչ ընդդիմությունը պետք է աներ, այսինքն թիվ հրապարակել է, հայտարարել որ հաղթել է։ Եվ ըստ էության ինքը վախենում էր այդ սցենարի իրագործումից, ինքը առաջ ընկավ, որ ինքը դա քայլ ձիով արեց եւ այդ մարտահրավերը նետեց անպատասխան մնաց եւ հարցը գանք հիմա սրան, տեսեք, մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը ռումբի վրա է նստած, մենք մի քանի եթերների ժամանակ խոսել ենք նաև այն մասին, որ Փաշինյանը քանի որ իր անձի փրկության մասին է մտածում, այդ անձի փրկության, ֆիզիկական փրկության միակ ելքը այն է, որ ինքը հապացանցավոր էր իր շուրջ եւ հնարավորություն ստեղծեր, որպեսզի իրեն հեռացնեին իրեն իրական ընդդիմադիրները, ոչ թե
բան տեղափոխություն լիներ, որի դեպքում ինքը խստագույնս պատժվելու է։ Որպես վկա, որպես ականատես վկա։ մաքրելու համար հենց Այո, հիմա այս իրավիճակում ինչ շանս ունի Փաշինյանը փրկվելու։ փրկվելու շանս, Այո։ փորձի տեղ տա իրական բովանդակային ընդդիմությանը իրեն այլընտրանք առաջարկող, իրական այլընտրանք առաջարկող ընդդիմությանը եւ փորձի ապացանցավորում անել։ Որևէ այլ տարբերակում ինքը Ուշ չի ապացանցավորման։ եթե սինխրոն գործի եւ բովանդակային ընդդիմությանը թույլ տա գործելու եւ սինխրոն ապացանցավորում անի, հնարավոր է կլինի դա։ Այլ փրկության ելք չունի։ Եվ ամենակարևորը փորձի այն աշխարհակահաղական բևեռի մեջ, որում գտնվում է, այդ վանդակից խուսափել այլ աշխարհակահաղական բևեռների հետ լեզու գտնելու։ Տեսեք, խնդրին մի կարևոր բան, խնդրին պետք է մոտենալ ոչ թե Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին ատելով, այլ Հայաստանի եւ հայ ժողովրդին սիրելով։ Էմոցիաները պետք է մի կողմ դրվի։ Մեզ պետք է խիստ Որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանի ատելով ես մոտենում խնդրին, ուզում ես որ ինչ որ մեկը ֆիզիկական հաշվեհարդար տեսնի։ Երբ որ Հայաստանը սիրելու տեսանկյունից ես նայում, ասում ես այդ մարդը որպես վկա պետք է այս երկրին։ Նաեւ Արցախում տեղ ունեցած ողբերգությունը մեզ պետք է դաս լիներ, որ պետք չէր մոտենալ Արայիկ Հարությունյանին ատելով, այլ Արցախը սիրելով, որովհետև իրավիճակը խիստ վտանգավոր է աշխարհակահաղական։ Նույն ճակատագրին կարող է արժանանալ Հայաստանը, այն ճակատագրին, որին որ Արցախը արժանացավ։ Այո, նաև տեսակետ կա, որ իրականում եթե Փաշինյանը իր անձը փրկելու համար փորձում է խուսափել սահմանադրական մեծամասնություն ունենալուց, ապա պետք է օգնել, որը խուսափի։ Հակառակ բառակում ինքը Ադրբեջան ծրագրերն անելու է, իրան էլ փոխելու են, բայց Հայաստանի շանսը այլևս ավարտված է լինելու։ Ցավոք, այո։ Շնորհակալ եմ Արգելի Ազատ։ Հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ եմ զրույցում եք Հակետ Ազատ Ադամյանի հետ, տեսություն կհանդիպենք։